Բարև Հայր ջան, փաստորեն ահագին պարզաբանելու բաներ ունենք պատշաճ կերպով, ինչի մասին տեղյակ էլ չենք մինչև մի քանի ժամ առաջ։ Հիմա ամեն ինչ հերթով։ Հիշում եք մի քանի օր առաջ տեսանյութս, որը վերաբերվում էր Երևանում, չգիտեմ ոնց հայտնված, այդ թուրքական շտապ օգնությանը։ Անդրադարձա այն փաստին, որ երբ որ հանրությունը մի բան պահանջում է, ապա բարի եղեք բոլորը, ովքեր պաշտոն են զբաղեցնում, կլինի ԲԿ-ի տնօրեն, ազգային ժողովի նախագահ, թե որևէ թաղապետ։ Բարի եղեք հանգամանալից մարդկանց պատասխանեք, ոչ թե չակերտներով, գրեք հայրենասեր, ձեռ առեք եւ այլն։ Ու վերջ։ Այդ թեման անցավ, ու հիմա լրիվ ուրիշ թեմայով պետքա տեսանյութ արվեր։ Անցանք, մի ուրիշ տիպի անցանք այդ թեման, որովհետեւ այդ ասելուցս հետո Նարեկ Զեյնալյանը իր Facebook-յան էջում գրառում է անում, որ ստիպված եմ ավելի մանրակրկիտ պարզաբանել, մի խոսքով իբր պարզաբանում է, վերջ, անցանք, գնացինք։ Արի ու տես, որ ինչ-որ Ոմն Ալոյան գրում է մեր Լույսի բանակի Telegram ալիքին, պատասխանում է մեր աշխատող աղջիկներից մեկը, ադմիններից։ Այս աղջկան, են որ էլ ձեր համար վատ կլնի, մի օր ժամանակ եմ տալի կջնջեք, չգիտեմ ինչ, այս աղջիկը ասում է տղա ջան, մտել է հանգստացի էլի, սխալ հասցեով ես եկել սպառնալիքներով արդյունքի հասնելու համար։ Ամպերի լույսը բացվի, մատ կտենանք էլի ինչ է ասած այդ։ Լույսը բացվում է, տղեկից են գրում, եսի մի կուրաժիտ, մի եսի մի ինչ, ավել պակաս դուրս տալ, կորավ գնաց, չկա։ Այդ ընթացքում ինչ որ մի հատ Ոմն Մստոյան տիկո, որը տիկո գրվում է, հետը խոսալուց անունը Թորնիկ էր ինչ էր։ Հետը խոսում է հեռախոսով, բացատրում եմ, ասում եմ տղա ջան, ընդհանրապես այդ հիվանդ տղու հետ կապված ոչ մի բան չունենք, բացարձակ։ Ու բացատրում եմ, որ իմ ամբողջ թեման այն է, որ հանրության հանդեպ հարգանք լինի ցանկացած պաշտոնյայի կողմից։ Ու անգամ օրինակ եմ բերում, եթե այդ տղու տեղը ես էլ լինեի անգիտակից ինձ այդ ավտոյով բերեին, խելքի գայի նույն բանն էի ասելու։ Այսինքն բացարձակ կապ չունի հիվանդը ով է, ընդհանրապես այդ տղու մասին չեմ խոսում, բացի զուտ հանրությանը հասանելի ու հայտնի ինչ-ինչ տվյալներից։ Այդ էլ բոլորը գիտեն, ասում են, որ այս դեպքի մասին է խոսքը։ Ամբողջ թեման այդ է։ Իբր դրա Մստոյան տիկոյի դոտ գլուխը մտնում է։ Հետն էլ ավելացնում եմ, եթե բարեկամ ես ծանոթ ես, ես իմ անունից պատրաստ եմ ինչ ոնց պետք է լինի, օգնենք, օգտակար լինենք։ Ստեղ իմ հարցը լրիվ ուրիշ է։ Մի խոսքով այն ինչ են նախորդ վիդեոյում ասում եմ։ Այսօր մի քանի ժամ առաջ ոչ բարև, ոչ բան, ձայնային է անում ուժեղ տղեն։ Ասում է քեզ մի օր ժամանակ եմ տալի, եթե չջնջիր այդ վիդեոն ու կներեք ոչ եթերային բարի համար, այդ ուժեղ տղու ձայնայինն է, էլի։ Քո համար ողի կլինի։ Երևի սրա կողքը մարդ է եղել, ուզեցել է ցույց տալ նայեք ոնց եմ կարող ձայնային ղրգեմ, այնքան բան լսա, որ մի խոսքով, այտենց այդ լսածի հետ պետք է ապրեինք, այնքան մինչև ինչ չտենա։ Հարցը այդ չի, բայց ասում եմ հələ զանգի արա, ինչ ես ծխում, արա առյուծի կաթես խմե, ինչ ես արել, զանգում է։ Ասում եմ ով ես դու արա մի օր ժամանակ տաս։ Հետս խոսալուց, մանավանդ այդ նույն ուռու գլխին նախորդ խոսալուց մի քանի օր առաջ բացատրեցի ինչ է իմ թեման, ինչի մասին է, ոնց է վրոձի գլուխը մտավ։ Այսօր ինքը հետս խոսալուց, ինձ ասում է այ նացիստ։ Ժողովուրդ սրատակ լիքը բաներ կա, այս պատմության տակ։ Այն դեպքում, որ ես անցել էի, ասի լավ, թողենք մի կողմ, անցնենք առաջ, խոսացինք, հասկացանք։ Այս Ալոյան, այս Մստոյան, մեկը Լույսի բանակի ադմին աղջկա վրա այտենց յանի վախացնում է, էսից թե յանի ինձ է վախացնում, լը սրա խելքը նայ։ Ու հետս խոսալուց, երբ որ ասում եմ արա ոնց կարա իմ երկրում կիսա լուսին լինի, իմ թշնամու թուրքի դրոշով ու բանով հանրությունը չոգևորվի, պահանջը այդ է ինձ ասում է այն նացիստ։ Դուք հասկանում եք սա ով է։ Ինձ նացիստ, արա, մեկ էլ ամբողջ Ադրբեջանն է անվանում։ Karen Arayan bildirip ki Ermeni revanşisti Karen Arayan bize malum oldu. Армия нацистов. Армия света. Неонацистов. Речь идет о Карене Араяне. Ու այս ադրբեջանցիների հետ զուգահեռ այս Ոմն Մստոյան Թորնիկա տիկոյա եսի ինչա էս է ինձ ասում նացիստ, ինչը ես ունեմ իմ ազգայնական դիրքորոշումից ելնելով իմ համար թշնամի ու թշնամական սիմվոլիկա։ Ու պլյուս հասկանում, գնահատում ու ապրում եմ իմ ազգի ազգայնական զգացմունքներով։ Դրա համար ադրբեջանցիների պես այս Մստոյանը ինձ ասում է այ նացիստ։ Հիմա դուք ենթադրություններ արեք տակը ինչ կա։ Սրա բաղադրությունը ինչ է այս Ոմն երևույթի։ Ու ընդհանրապես
ուզում եք ինչ-որ արդյունք, ուզում եք ինչ-որ, արա նախ սովորեք մարդ լնել, մոռացել եք տղամարդավարի դիմելաձևը, տղամարդիկ вообще ոնց են ինչ-որ հարց փորձում լուծել, քեզ ով է խաբե, որ տղամարդը հենց դեմից ասում է քեզ մի օր ժամանակ չջնջես, եսի ինչ, ով ես դու, արա ինձ մի օր ժամանակ տաս, եսի ինչ անես, հիմա հանրային կերպով քեզ ճանաչողներ եղան, չէ, հիմա իրանց էլ եմ տեղակացնում, ու այն որ բոլորին ասում ես, մի օր ժամանակ եմ տալի, որ այդ վիդեոն ջնջվի, եթե չէ ձեր համար վատ կլինի։ Հիմա նայի, ուռու գլուխ, այդ վիդեոն չի ջնջվում, պլյուս վրադիր էսա ավելանում, բացի էս ամեն ինչը, լույսի բանակը որպես կազմակերպություն իր իրավասություններից օգտվելով, հստակ հարցումներով արդեն ինձ լիքը բան հետաքրքիր է, պատասխաններ է ստանալու, ու հետնել մեր այդ ոչ մի վատ բան չի եղել, ու գլուխդ մցրա, չի էլ կարա ըլնի արա։ Հիմա դու ֆուֆլո ես, թե չէ, օդ ես դու, թե չէ։ Հիմա անգերներդ քեզ ոնց են նայելու, որ մի օր ժամանակ ես տվել, եթե չէ վատ կլինի, բայց համ վիդեոն չի ջնջվել, համ ավելանում է, համ էլ ոչ մի վատ բան չի էլ կարա ըլնի արա։ Հասկանում ես։ Հիմա դու սրա հետ ոնց ես ապրելու, հա։ Դուք ստիպեցիք։ Աստված վկա է, որ ես այդ վիդեոն արել էի անցանք առաջ։ Բայց հիմա արդեն շատ խիստ իմ մոտ մտքեր կան, որ ինչ կա։ Որ սենց խառնվել եք իրար, ոչ մարդավարի դիմելաձև, որ ոչ մի բան, կարճ կոնկրետ, մի օր ժամանակ ենք տալի, չջնջիկ ոռի կլնի։ Հիմա եթե մեր համար ոռի չեղավ, արա, տիկո ես, թորնիկ ես, ինչ ես, դու ֆուֆլո չես, ֆուֆլո ես, բա ինչ ես, գումարի հանի քանի օր անցնում, հələ քանի բան վերադիր կլնի, այն դեպքում որ էլ եմ ասում, անցել էինք առաջ, որ վերջ, խոսացինք, ասինք, մարդը իր պարզաբանումը տվեց, անցանք առաջ, ում խանգարում է այս թեման, ում մոտ կուրաժիտ եք եղել, որ հեսա հարցերը կլուծեք, մի հատ կվախացնեք ու կջնջվի, հիմա այդ մարդկաց պատասխան տվեք, որ ձեր պատճառով է հիմա այս շարունակությունը ամեն ինչ ստանում, ու ստանալու է այնքան մինչև ներողություն չխնդրեք, արա, հասկացաք, ու այդ ովքեր ձեզ ուղղորդել են, որ գաք մեզ վախացնեք, հիմա կամ պետք է խառնվեն ու մեր համար վատ լինի, ուրիշ տարբերակ էլ չկա, ջոգում եք, արա, կամ էլ դուք պետք է ներողություն խնդրեք, ու ոչ թե նրա համար, որ եղածը ջնջվի, այլ որ նորը չավելանա, ուստեղ ես արդեն ժողովուրդ, հիմա ձեզ եմ ասում, ես կարամ հստակ ասեմ, որ հաստատ մի բան այն չի, որովհետև ոչ մեկի ոչ վիրավորել եմ, ոչ ինչ-որ մեկի արժանապատվությանը կպել եմ, բացի այն մարդկանցից, ովքեր չակերտների մեջ են վերցրել հայի հայրենասիրական զգայունությունը, ասել են, որ մարդ եղեք, արա, մարդավարի պատասխանը, երբ որ հանրությունը բան է պահանջում, տարօրինակ չի, ավելի լավ չէր մի քիչ երկար մտածեիք, թե Մստոյան, թե Ալոյան, մի հատ առհասարակ որտեղ ում ինչ եք գրում, արա։ Դու այդքան կաս, որ կարաս ինձ սպառնաս ինչ-որ յանի քո էշխելքով ահաբեկես, ես էլ վախենամ ջնջեմ, կամ այդ ձայնայինիդ ինչ էիր սպասում, արա, որ պետք է պատասխանեմ, վայ, Տիկո ջան, հա, հեսա կջնջեմ, խփնվել եք, արա դուք։ Ու հələ այսի դու մի հատ կփորձես բոլոր Հայաստանը որպես իրանց հայրենիք համարող եզդիներին, հələ սկսենք եզդիներից, բացատրես, թե այդ ինչ ուղեղով ըտես դու մի մարդու, ով ունի թշնամական լոգո, որ այդ կիսալուսնի տակ ոնց հայերի տենց եզդիների կոկորդ են կտրել ու սպանե, ես դրան համարում եմ թշնամական, ու դա ինձ ստիպում է անդրադառնամ այս հարցին, դու դրա համար ինձ ասում ես այ նացիստ, ես լիքը եզդի ախպերներ ունեմ, ու տղեկ, հələ մի հատ տեսեք, ես կենթանին ով է, Էսով է, որ կարա այդ դրա համար մարդու ասի այ նացիստ, մեկ ինքն ասում եք ադրբեջանցիները, ու համ քեզ եմ ասում, արա, Մստոյան թորնիկ ես, Տիկո ես, ես ինչ ես, այն Ալոյան է, որ մեր աղջկան էր գրում, ես Երևանում եմ ապրում, արա, ու ես հասանելի մարդ եմ, այտենց ուժեղ տղեկ եք, ստեք ունենակ, չէ, մարդ, ով ձեր համար կարա ինչ-որ անհանգստանա, մտահոգվի, ձեր համար փորձի հարց ու պատասխանի դուրս գալ, հենց այսօր կապվեք, հուսամ քեզնից ավելի խելացի մարդիկ կլնեն, ովքեր գիտեն մարդավարի խոսալ, չլնեն էլ մեր համար մեկը, արա, բայց ես գիտեմ, որ եթե այն մարդը, ով իրան համարում է լուրջ, ինքը գիտի դիմելաձև, ինքը գիտի խոսալու ձև, ու եթե այդ երկուսից այդ մեկը, այդ Ալոյան ու Մստոյան, փորձեք ինչ-որ մարդավարի, տենց էլի, չգիտեմ, ասենք, այս ինչ նյուանսը կա, որ տեղյակ չեք, կամ որ խնդրենք օրինակ ինչ-որ սենց ինչ-որ, միտեղ հələ, չգիտեմ, էլի,
Արա բայց լուրջ դու այնքան դուբին ես, որ ինպես տղուն կամ լույսի բանակի պես կազմակերպությանը հույսը տնա, որ վախացնես ու արդյունքի հասնես, արա։ Հիմա ուտում ես այս վիդեոն։ Կեր։ Հիմա այդ քո խոսալու ձևի համար ամեն ինչ չի ջնջվում։ Համ էս ավելացավ, համ էլ ասեցի, հեսա լույսի բանակը իր իրավասություններից օգտվելով լիքը հարցումներով պատասխաններ ունի ստանալու։ Ու մեր հետ ոչ մի վատ բան չեղավ ըստ քո խոսքի, որը օդ էր։ Ու չի էլ ելնելու, արա։ Պետք է ականջիդ, գլխիդ, քթիդ, ունքիդ ող արա։ Դե հիմա այդ շրջապատիդ մեջ ապրի որպես ֆուֆլո օդ, որ օդի մեջ կարաս սպառնաս։ Մեկինով խորը թքած ունի, թե քո վրա, թե քո սպառնալիքի, քո պեսներն են հարամես սպառնացե։ Հələ տես ուր են։ Հələ մե տես ուր են, արա։ Այ կգտնվի մարդ, ով գիտի նորմալ մարդկային, տղամարդկային խոսելաձև։ Պատրաստ ենք։ Չի գտնվի քո պես մեկը պետք է, էլի պատրաստ ենք։ Ու հիմա ուշադիր լսեք Ալոյան ու Մստոյան։ Մինչև ներողություն չխնդրեք այդ ձեր ներշնչված վիճակի համար, որ կարաք վախացնելով իբր հարց լուծեք, որտեղ ում հետ արա լույսի բանակի ուին, այդ է ձեր խելքը, արա չեք ուսումնասիրում մինչև բարբաջելը, ում եք գրում, ինչ տոնով գրեք։ Հիմա մինչև ներողություն չխնդրեք, այն ինչ ասեցի, որ լույսի բանակը անելու է, արվելու է մինչև նոր տարի, այս քանի օրվա մեջ։ Ու ոչ թե ներողություն խնդրեք կջնջվի, այլ ներողություն խնդրեք ընդհանրապես կարողա չավելանա։ Այն էլ հարցը ոնց այդ ներողությունը կխնդրենք, կհավատանք, կներենք թե չէ։ Եթե չէ, ուզեք չուզեք, պետք է նենց անեք, որ մեր համար վատ լինի։ Ջոգում ես, որ ուրիշ տարբերակ էլ չունես, արա։ Հիմա մեջտեղից ճղվի, կամ նենց արա, որ մեր համար վատ լինի, որ գոնե մանաս տղամարդ, ոչ թե փուչիկ։ Կամ էլ ներողություն խնդրի։ Ես կհասկանամ այդ ներողությունը։ Եթե չէ, ապրեք սրա հետ։ Ուսատո դասը լինի բոլորին, արա ոչ մեկը չփորձեք լույսի բանակի կամ իմ հետ խոսակ սպառնալիքներով։ Ոչ մեկը։ Ու նաև կոչ եմ անում Լարա Մուրադյանին, ես ոնց հասկանում եմ այդ աղջկաները ինչ որ sense վրա այն տվը, որովհետև չկա ոչ այդ վիդեոն կոնկրետ Լարա Մուրադյանի գցած, ոչ էջն եմ կարում գտնեմ։ Ու օգտվելով առիթից նորից հիմա YouTube-ով, Facebook-ում ու Telegram-ում գրել եմ, հիմա ստեղով եմ խնդրում բոլորիդ, ովքեր ճանաչում են այդ աղջկան, ասեք, որ ես իրան խնդրում եմ իմ հետ կապվի։ Այդ աղջիկը կլինի անձնական պաշտպանության տակ, լեթե մեզ Մստոյան Տիկոես, Ալոյան, երևի sense ինչ-որ բան են գրել, աղջիկը այն դեպքում որ այդ աղջիկը բարձրաձայնում է հանրային պահանջի ու ազգայնական զգացմունքների վրա հիմնված պահանջ, արձագանք, այսինքն տենց մարենք, հա, ձեր համար այդ հայրը նացիստ են, արա, Մստոյան, քո համար կոնկրետ։ Ես չգիտեմ դու առաջի հերթին մեր եզդի աղբերներին ինչ պատասխան ես տալու, արա, ովքեր իմ հետ հավասար նույն ինպես այդ սիմվոլն ու այդ երկիրը համարում են թշնամի։ Ու դրա համար, այսինքն դու այդ ամեն ինչը թշնամի համարող եզդիներին էլ ես նացիստի աչքով նայում, արա։ Ոնց որ ադրբեջանցիները, չես տարբերվում մտածելակերպով այդ ադրբեջանցիներից, արա։ Այդ խելքով ես եկեին սպառնում, դու հիմա ջոգում ես, ես քեզ ինչ պրիզմայով եմ նայում։ Հիմա դու ով ես իմ համար։ Տես գլխի ճարը տես, արա։ Ցանկացած Հայաստանը իրան հայրենիք համարող եզդի քեզնից հարց ունի, արա, ոնց ես դրա համար ես մարդուն ասում նացիստ, արա։ Ադրբեջանական լուրերը ավելի շատ ես նայում, թե ոնց։ Հիմա տես ինչ ես անում, կամ մեր համար պետք է վատ լինի, կամ ներողություն խնդրես։ Չէ, մենք գնում ենք մինչև ուր կհասնենք, այն որ ասում եմ որտե բարակատ ու կդրի, որովհետև մեր հետ, արա, տես խոսալ չի կարելի։ Մի խոսքով ես իմ ասելիքը ասեցի Լարա Մուրադյանին ով կարա փոխանցի, խնդրում եմ փոխանցեք։ Մնացածներ ապրենք տնենք, հələ ինչ հալում ով եք դուք ընդհանրապես։ Ես սպասում եմ քո այդ ասածին տերելնելուն, որովհետև էլ ձև չունես, արա։ Ֆուֆլո ու օդ, փուչիկ, օդ գյադա չլնելու համար պետք է մեր համար վատ անես դու։ Ջոգիր։ Դե հիմա արալը տնենք ինչ։ Ամանորյա զեղչեր քեզ, մի օր ես ասա, քեզ մի շաբաթ։ Սենց սաղով սպասում ենք, որ Մստոյան Տիկոն իր տղամարդավարի խոսքը պետք է պահի։ Մի օր ասե, ասում եմ, ամանորյա զեղչերի տակ ընկար, մի շաբաթ ունես։ Հələ տնեմ ինչ ես անում, արա։ Էլի պետք է մեսենջերով ձայնային անես, հա։ Ուժեղ տղա։ Այսքանը, ոնց որ ասում ենք, հանդիպենք։